Հայկական արտադրության ձկան և ձկնամթերքի համար Եվրամիության շուկան գործնականում հասանելի է դառնում։ Հայաստանը ԵՄ երկրներ, ջրային կուլտուրաներ, ձուկ և դրանցից ստացած արտադրանք արտահանելու պաշտոնական թույլտվություն է ստացել դեռ 2025 թվականի մարտին, սակայն արտահանման համար անհրաժեշտ էր ավարտել ներպետական ընթացակարգերի մշակումը։ Կառավարության հաստատած նոր կարգով ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող ձկնաբուծական տնտեսությունները, արտադրողներն ու ձկնամթերքի պահպանում իրականացնող ընկերությունները պետք է գրանցվեն Եվրամիության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում։ Գրանցման համար տնտեսվարողը թղթային կամ էլեկտրոնային դիմում է ներկայացնում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմինը փաստաթղթերը կուսումնասիրի 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապա տնտեսությունում համապատասխանության ստուգում կիրականացնի։ Եթե տվյալ տնտեսությունը համապատասխանում է բոլոր այդ պահանջներին, որ մենք կարող ենք իրան գրանցել TRACE-իս համակարգում, դրանից հետո տեսչական մարմինը գրանցում է տվյալ կազմակերպությունը TRACE-իս համարում։ Երեք թուրըմբռնում էր եղել այդ կոդի վերաբերյալ, որ TRACE-իս համակարգում գրանցելուց հետո մենք կոդ ենք տրամադրում տնտեսվարողին, այդ կոդը ինքը ինքնաշխատ ձևով ձևավորվում է համակարգում, այսինքն երբ որ մենք հայտը որպես լիազոր մարմին ուղարկում ենք Եվրոպական միության հանձնաժողովի հաստատմանը, հաստատումից հետո մեզ ներկայացնում են կոդ, այսինքն դա այն կոդն է, որը որ մենք փոխանցում ենք տնտեսվարողին եւ հետագա ամբողջ իր աշխատանքային ընթացքում ինչքան կուզի դա լինում է անժամկետ, այսինքն որևէ ժամկետ չկա, որ այս կոդը տրվում է 1 տարով, անժամկետ ինքը ստեղծում է իր օգտանունը, որից հետո մուտք է գործում TRACE-իս համակարգ։ Ստուգումների ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսվարողն անմիջապես չի հեռացվի համակարգից, նրան կտրվի ողջամիտ ժամկետ թերությունները վերացնելու համար, որից հետո կրկնակի ստուգում կիրականացվի։ Տիգրան Պետրոսյանի խոսքով ԵՄ պահանջներն էապես չեն տարբերվում գործող նվազագույն չափանիշներից։ Տեսչական մարմնի գնահատմամբ ոլորտում աշխատող տնտեսությունների շուրջ 97%-ը որակական եւ արտադրական առումով պատրաստ է նոր շուկա դուրս գալուն։ Առանձին տնտեսություններում հնարավոր խնդիրները հիմնականում տեխնիկական են, օրինակ տարածքի ոչ լիարժեք ցանկապատումը եւ կարող են արագ լուծվել։ Ձկնատեսակների հետ կապված որևէ սահմանում չկա, կառավարության որոշումով հստակ տված ԱՏԳ կոդեր է, դա պաղեցված, սառեցված, աղադրված եւ ապխտած ձկի մասին է խոսքը։ 4 թե 5 ԱՏԳ կոդեր է, դրա վերաբերյալ եւս մեր կայքեջում հրապարակում կանենք, այսինքն ձկնատեսակը կապ չունի, արդեն կապ ունի թե արտադրանքը ինչ վերամշակում ասում, ինչ ձև արտահանվում էլի։ Գործընթացի մեկնարկից առաջ Հայաստանը շուրջ 5 տարի մոնիթորինգ է իրականացրել ձկնաբուծարաններում, ուսումնասիրելով հակաբիոտիկների, մնացորդային նյութերի եւ այլ ցուցանիշների համապատասխանությունը եվրոպական պահանջներին։ Արդյունքները պարբերաբար ներկայացվել են եվրոպական կողմին, ինչից հետո Հայաստանը ստացել է արտահանման թույլտվություն։ 5 ընկերություն արդեն հետաքրքրություն է հայտնել արտահանման նկատմամբ, իսկ կառավարության որոշումից հետո մեկ տնտեսվարող պաշտոնական դիմում է ներկայացրել։ Տեսչական մարմնի ղեկավարը չի բացառել, որ բարձր փոխադրման ծախսերի դեպքում հետագայում կարող է քննարկվել պետական աջակցության հարցը։ Առայժմ առաջնային նպատակը հայկական արտադրողների համար ամբողջ Եվրամիության շուկան հասանելի դարձնելն ու առաջին խմբաքանակի արտահանումը կազմակերպելն է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։